Reopen-ի եթերում Renews-ի գլխավոր թողարկումն է բարի երեկո սիրելի հայրենակիցներ, միասին կփորձենք հասկանալ երկրորդ նախագահի այսօրվա մեծ ասուլիսի գլխավոր ասելիքը, թյուրքալեզու պետությունների համաժողովի մեծ նպատակն ու այդքան աղմուկ բարձրացած եկամուտների պարտադիր հայտարարումից լուր հետքալու ու էլի մի քանի թեմայից ենք խոսելու, բայց նախ համառոտ։ Ով է գլխավորելու ամենամեծ ընդդիմադիր դաշինքի ցուցակը եկող տարվա ընտրություններում։ Ռոբերտ Քոչարյանը առաջին անգամ փակագծեր է բացել։ Հակահայկական ճառեր Ադրբեջանում ընթացող թյուրքալեզու պետությունների համաժողովում Ալիևն ու Էրդողանը իրենց Բաղդզալի Զանգեզուրի միջանցքի թեման թեժ են պահում։ Ինչու է կալանավորվել պատերազմում անհետ կորածի հարազատը, Reopen-ի տաղավարում զրուցել ենք նրա փաստաբանի հետ։ Այսօր լրանում է Գազայում դժոխային պատերազմի 2 տարին, 67,000 պաղեստինցի զոհվել է, Գազայի մոտ 80%-ը հողին հավասարվել։ Եվ ինչու հետաձգվեց, ապա ըստ էության չեղարկվեց եկամուտների պարտադիր հայտարարագրումը, տեխնիկականից մինչև հնարավոր քաղաքական պատճառներ։ Եվ այսպես սկսենք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա մեծ ասուլիսում հնչած մի քանի ուշագրավ մտքերից։ Նախ նրա համոզմամբ Վաշինգտոնյան փաստաթղթերով մեր երկիրը ոչինչ չի ստացել բացի աներաշխիք խաղաղությունից։ Այն ինչ Փաշինյանի իշխանությունն անվանում է խաղաղության դարաշրջան, ըստ Քոչարյանի ընդամենը զինադադար է կախված մեկ մարդու ցանկությունից եւ այդ մեկ մարդը Ալիևն է։ Այս գործարքից Հայաստանը կարող էր իր օգուտն ունենալ, եթե Սյունիքով անցնելիք Թրամփի ճանապարհը շարունակվեր ու ջուլֆայով հասներ երազ հասել է Քոչարյանը ու քարտեզի վրա ցույց տվել այդ ճանապարհը։ Արտաքին քաղաքական թեմաներից հետո ամենաինտրիգայինը առաջիկա ընտրություններում մասնակցության թեման էր։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդն ակնարկել է, որ ինքն է լինելու ցուցակի առաջին համարը, քանի որ իրենից բացի չկա մեկ այլ դեմք այս պահին, որ կկարողանա այդքան ձայներ հավաքել։ Գիտեք, անկախ փորձագիտական ու անգամ ընդդիմադիր դաշտում քննադատություններ կան, որ այս իշխանության գլխավոր հաղթաթուղթն այն է, որ նախկին նախագահներն իրենց դեմքով են մասնակցում ընտրություններին։ Այսօրվա ասուլիսում այդ քննադատություններին եւս արձագանքել է Քոչարյանը ու գնահատել իրենց շանսերը առաջիկա ընտրություններում։ Լսենք մանրամասներն ու շարունակենք։ Զրո արդյունք Հայաստանի, ռազմավարական շահեր Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի համար։ Այսպիսի գնահատականով Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի իր վերլուծությունը։ Ըստ նրա Միացյալ Նահանգները ստացել է միջանցքի վերահսկողություն, Ադրբեջանը դրանով անցնելու իրավունք եւ 907-րդ բանաձևի չեղարկում, իսկ Հայաստանը ոչինչ։ Երկրորդ նախագահը կասկածի տակ դրեց նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծի իրատեսականությունը։ Քարտեզի վրա ցույց տալով նա պնդեց, որ Հայաստանի տրանզիտային ուժի միակ իրական հատվածը Ադրբեջան-Թուրքիա կապը հանձնվում է Միացյալ Նահանգների կառավարմանը։ Տրվում է Միացյալ Նահանգներին միայն այն հատվածը Հայաստանի Հանրապետության, որը ունի իր մեջ տրանզիտային ներուժ, նաև աշխարհաքաղաքական կշիռ։ Քարտեզի վրա վերլուծելով տարածաշրջանային ուղիները եւ անհեռանկարային համարելով դրանց մեծ մասը Հայաստանի համար, երկրորդ նախագահը առանձնացրեց սակայն մեկ բացառություն։ Ըստ նրա կա միայն մեկ ուղղություն, որն իսկապես ունի իրական տրանզիտային ներուժ եւ աշխարհաքաղաքական նշանակություն։ Ադրբեջան-Թուրքիա։ Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները ենթադրվող միջանցքը իսկապես էական նշանակություն ունի եւ այդ նշանակությունը ունի մի քանի բաղադրիչ։ Որպես թուրքական պրոյեկտ, ասենց Տուրանի պրոյեկտ, եւ ինքը իսկապես կարող է ունենալ եւ ունի տրանզիտային ներուժ։ Քոչարյանը զգուշացրեց, որ անգամ այս պայմաններում երաշխիքներ չկան, որ Հայաստանը կստանա երկաթուղային կապ Իրանի եւ Ռուսաստանի հետ, քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը կառուցում են Պարսիկ-Դիր Նախիջևան այլընտրանքային երկաթուղին։ Որպես ելք նա առաջարկեց կամ մեծացնել թրիփ նախագիծը դրա մեջ ներառելով Հայաստանի շահերը, կամ էլ հրաժարվել արտաքին կառավարումից եւ ճանապարհը կառուցել սեփական ուժերով։ Ինչ էր կարող անել Հայաստանը։ Կարող էր պնդել, որ Թրամփի ճանապարհը լինի ոչ թե 42 կիլոմետրանոց, այլինի առնվազն 4-5 անգամ ավելի երկար մինչև Երասխը։ Եվ այդ դեպքում նույն պայմաններով կողմերի համար այդ դեպքում պատասխանատվությունը կլիներ հենց Միացյալ Նահանգների վրա այդ միջանցքի, այդ ամբողջ ճանապարհի անխափան աշխատանքի։ Նախկին նախագահը երկու տարբերակ առաջարկեց։ Առաջի տարբերակը
փորձել այնուամենայնիվ մեծացնել այս պրոյեկտը Միացյալ Նահանգների հետ։ Փորձել մեծացնել, առաջարկել, որովհետև Միացյալ Նահանգների հետաքրքրությունը այստեղ ակնհայտ է։ Դրա ձևավորման դեպքում, երբ ըստ Քոչարյանի Ադրբեջանը կմերժի այն, պետք է գործի դնել երկրորդ լուծումը։ Շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգներին, ասել ես ինչ լավ գաղափար է, բայց այդ ճանապարհը, այս կտորը կկառուցենք մենք, Հայաստանի Հանրապետությունը։ Քննադատելով ներկայիս խաղաղությունը, այն որակելով փխրուն եւ կախված մեկ մարդու տրամադրությունից, երկրորդ նախագահը ներկայացրեց իր այլընտրանքային տեսլականը։ Նա ընդգծեց, որ իրական խաղաղությունը ոչ թե պարզապես հրադադար է, այլ երաշխիքներով եւ վերահսկողության մեխանիզմներով ամրագրված համակարգ, ինչը նրա պնդմամբ բացակայում է ներկայիս փաստաթղթերում։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը կունենա վերահսկելու մեխանիզմներ։ Մենք առաջարկում ենք խաղաղություն, որը դեմ չեն խաղաղության իհարկե, ոչ մեկը դեմ չի, բայց խաղաղություն, որը կունենա երաշխավորներ, որոնք պատասխանատվություն կկրեն այդ պայմանագրերի կատարման, ոչ թե վկա կլինեն, այլ պատասխանատվություն կկրեն։ Միացյալ Նահանգների կողմից որևէ երաշխավորակ այստեղ չկա։ Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, Քոչարյանը պատասխանեց այն քննադատություններին, թե նախկին նախագահները պետք է հեռանան քաղաքականությունից։ Ըստ նրա 2021-ի ընտրությունները ցույց տվեցին իր ազդեցությունը, իսկ առաջին եւ երրորդ նախագահները, լինելով կուսակցությունների առաջնորդներ, անուղղակի մասնակցում էին քաղաքական եւ ընտրական գործընթացներին։ Նա բերեց նաեւ այլ երկրների օրինակներ՝ Իվանիշվիլին Վրաստանում եւ Կանչիսկին Լեհաստանում իշխող կուսակցության առաջնորդներ են, սակայն պաշտոն չեն զբաղեցնում։ Եթե մեր թիմում հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Ես չեմ ուզում մենք մտնենք նախընտրական այդ տրամադրությունների մեջ հիմա։ Կարծում եմ, որ ավելի ճիշտ է հունվար-փետրվար ամիսներին հստակեցնել այդ հարցերը։ Եվ կրկնեմ, ով է գլխավորելու ցուցակը, կախված է հետևյալից, ով կունենա առավելագույն շանսեր սոցիոլոգիայի համաձայն։ Նախկին նախագահը համարում է, որ նախընտրական միավորում ոչ, սակայն համագործակցություն հնարավոր է, մասնավորապես Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի հետ, հատկապես հետընտրական շրջանում, երբ անհրաժեշտ լինի կոալիցիա ձևավորել։ Աննա Հարությունյան, Open Media։ Ասուլիսից հետո արձագանքել է երրորդ նախագահը, լրագրողների հարցինի պատասխան Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել բոլոր այն ուժերին, որոնք արդեն որոշել են մասնակցել եկող տարվա ընտրություններին։ Հանրապետականը դեռ որոշում չունի, ասել է իրենք այլ գործով են զբաղված։ Իդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կրկին հիշեցրել է նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու մասին, լսենք։ Պատկերացնում եք, պատերազմում իբր հաղթած, իբր Ղարաբաղը հայկական պահած, իբր բանակցություններում անգերազանցելի, իբր տնտեսությունը զարգացրած 3 նախկին ղեկավարները վախենում են գալ ինձ հետ բանավեճի։ Ընդ որում, այդ ժանրը, որ ես քեզ հետ բանավեճելու բան չունեմ, ինքը լեգիտիմ ժանր է, բայց ամբողջ խնդիրն է նա, որ այդ մարդկանց խոսածածի 99.9%-ը բանավեճը ինձ հետ, իսկ չեն գալիս բանավեճի, որովհետև իրենց խոսածածի 99.9%-ը, որ բանավեճը ինձ հետ, fake է, եւ դա շատ հեշտությամբ ցույց կտամ։ Իդեպ խորհրդարանական ընտրությունների եք մասնակցում, բանավեճի չեք գալու ընտրությունների, էլի փախնելու եք։ Ընտրություններին ընդառաջ ամեն օր քաղաքական նոր ձևավորումների մասին ենք լսում։ Երեկ հիշում եք նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը քաղաքական հայտ ներկայացնելու մասին խոսեց։ Այս անգամ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը քաղաքական համագործակցություն է սկսում ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ։ Այս մասին Բաբայանը Civilnet-ի հետ զրույցում է ասել, չբացառելով, որ Վանեցյանը կարող է լինել վարչապետի իրենց թեկնածուն Հայրենիք կուսակցությունից արձագանքել են, ասել միայն Էջմիածնի ընտրություններում իրենց թեկնածուին աջակցելու մասին համաձայնություն ունեն, իսկ 2026-ի խորհրդարանական ընտրությունների մասով դեռ որոշում չկա, բայց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ այսօր խոսել իր ընտանիքի նկատմամբ ճնշումների մասին, կողմնակիցներին կոչ է արել կապի մեջ լինել իր հետ ու պատրաստ լինել իրենց ձայնը պաշտպանել, քանի որ կանխատեսում է իր կալանավորումը։ Ես մինչև վերջ պահելու եմ ինձ, չեմ կոդրվելու միանշանակ, դուք գիտեք իմ բնավորությունը, ինձ ճանաչում եք փոքրուց,
ինչքան սենց բան անեն, մենք ավելի կդառնանք, ավելի համարձակ, ավելի նաստիրնի, այդպես ասեմ։ Ուրեմն պաշտպանեք։ Ձեր ձայնը ելեք պաշտպանեք, մի թողեք իմ վրա։ Ես այս կուրսի եմ պահում, մի թողեք իմ վրա, այսինքն ինչ է պետք անել։ Պետք է, որ անպայման ինձ այդ կապի մեջ դուրս գաք, հանգարց որևիցե մի ոտնձգություն մենք տեղյակ կպահենք, վարքյանական հեռախոսները մենք հիմա այսպես 10 հոգի, 20 հոգի, 30 հոգի թող իրար այդ կապերի մեջ լինեն։ Երբ ես հանգարց տեղյակ պահեցի, ուրեմն լցվում եք իմ կողքը ձեր ձայնը պաշտպանելու։ Շարունակենք թողարկումը։ Թրամփի ճանապարհի մասին իհարկե իր սիրելի Զանգեզուրի միջանցք ձևակերպումով այսօր խոսել է Ադրբեջանի նախագահը Գաբալայում ընթացող թուրքալեզու պետությունների հավաքի ժամանակ, որին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Այս տերմինի շուրջ իրավիճակը նախորդ շաբաթներին այնքան լարվեց, որ Հայաստանի վարչապետն անգամ հորդորեց Ալիևին քարտեզի վրա ցույց տալ Զանգեզուրի միջանցքը, զգուշացնելով, որ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։ Բայց հիմա Ադրբեջանում կազմակերպված այդ գագաթնաժողովի մասին խոսենք, որպեսզի պատկերացնեք, այսօր աշխարհում 30-ից ավելի թուրքալեզու ժողովուրդներ կան։ Միջին Ասիայից մինչև Սիբիր, Կովկաս, Թուրքիա եւ Արևելյան Եվրոպա, ու այսպիսի հավաքների նպատակ այդ ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային ու ռազմավարական կապեր հաստատելն է։ Բայց հատկապես Էրդողանի քավորությամբ այս միությունը ավելի է փորձում ընդլայնել սահմանները։ Այսօր հայտարարվել է, որ կազմակերպության հետ կարող են համագործակցել այն երկրները, որոնք թուրքական լեզուն կճանաչեն որպես պետական։ Թուրքախոս բնակչություն կա Իրաքում, Սիրիայում, մեր հարևան Իրանում, Վրաստանում, բայց այս երկրներից որևէ մեկում այն պետական լեզվի կարգավիճակ չունի։ Կարծիք կա, որ սա նաև անուղղակի առաջարկ է այս երկրներին միանալու թուրքալեզու պետությունների այս կազմակերպությանը։ Ադրբեջանի Գաբալա քաղաքում մեկնարկել է թուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովը։ Երկօրյա գագաթնաժողովի հիմնական թեման է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը։ Թուրքական պետությունների կազմակերպությունը համագործակցության հարթակից վերածվում է լուրջ աշխարհաքաղաքական կենտրոնի եւ դրա միջազգային հեղինակության աճը գոհացուցիչ է։ Այս միասնության հիմքում ընկած են մեր ընդհանուր պատմական արմատներն ու ազգային հոգեվոր արժեքները, որոնք մեզ դարձնում են մեկ ընտանիք։ Իլհամ Ալիևը ցանկացած հանրային հարթակ վերածում է 44-օրյա պատերազմի թեման շահարկելու հերթական հնարավորության։ Նրա համար յուրաքանչյուր ելույթ առիթ է Հայաստանին օկուպանտ որակելու, իր ռազմական հանցագործությունները որպես պատմական հաղթանակ փաթեթավորելու եւ այդ միջոցով թշնամանքի մթնոլորտը շարունակաբար սնուցելու համար։ 2020 թվականի 44-օրյա հայրենական պատերազմում մեր պատմական հաղթանակի, ինչպես նաեւ 2023 թվականի վճռական հակաաբեկչական միջոցառումների արդյունքում վերջ դրվեց ադրբեջանական հողերի 30-ամյա օկուպացիային։ Այսքանով հանդերձ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Իլհամ Ալիևը շեշտել է Վաշինգտոնյան համաձայնագրի կարևորությունը, սակայն միևնույն ժամանակ համառորեն շարունակել է փաստաթղթում TRIP անվանմամբ ամրագրված ճանապարհը կոչել Զանգեզուրի միջանցք։ Դառնալով Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի միջև առանցքային տրանսպորտային հանգույց, Ադրբեջանն իր հաջողությունների գագաթնակետ է համարում Զանգեզուրի միջանցքի բացումը որպես նոր զարկերակ արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ ուղղությունների համար։ Գագաթնաժողովի ամենասպասված հյուրը Թայիպ Էրդողանն էր, որը ինչպես ինքն է ասում, ուշադիր հետևում է հարավային Կովկասում յուրաքանչյուր զարգացման։ Իսկ Էրդողանի պլաններում է առաջիկայում ստեղծել այբուբեն բոլոր թուրքական պետությունների համար։ Իրականում նա ծրագրում է այդ թուրքական պետությունների գրավոր խոսքի հիմքում ներդնել թուրքական այբուբենը։ Մենք պետք է արագացնենք ընդհանուր թուրքական այբուբենի ձևավորման գործընթացը։ Ընդհանուր այբուբենով արդեն հրատարակվել են Չինգիզ Այթմատովի մասին ստեղծագործություններ եւ Օուզնամեն, որոնց մեկական օրինակ այսօր կհանձնվի յուրաքանչյուր առաջնորդի։ Առաջարկում եմ նաեւ դեկտեմբերի 15-ը սահմանել որպես ընդհանուր թուրքական լեզվի օր։ Ուշագրավ էր նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ներկայությունը։ Եվրամիության վատ տղան, որը չնայած թուրքական աշխարհի հետ որևէ կապ չունենալուն, ջերմորեն էր ընդունվել գագաթնաժողովում եւ ինքն էլ հետ չէր մնում հաջողախոսություններից։ Ի տարբերություն Եվրոպայի, այստեղ չկան ոչ պատերազմներ, ոչ անօրինական միգրացիա, ոչ էլ ճնշում ընտանեկան արժեքների վրա։ Եվրոպայում պակասում են զարգացումն ու փոխադարձ հարգանքը, իսկ այստեղ դա կա։ Այսօր այստեղ հավաքվել են ուժեղ առաջնորդներ։ Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունը հայտնեց նաև միայն Թուրքիայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ Էրսին Թաթարը, որն Իլհամ Ալիևին անվանեց եղբայր։ Շնորհակալ եմ իմ եղբայր Իլհամ Ալիևին։ Ադրբեջանի հաղթանակը արդարության եւ մեծ թուրքական աշխարհի հաղթանակն է։ Մենք միշտ եղել ենք եւ կլինենք Ադրբեջանի կողքին նրա արդար պայքարում։ Այսօր մենք կերտում ենք մեր ընդհանուր ապագան։ Թուրքական պետությունների կազմակերպությունը պանթուրքական գաղափարախոսության ժամանակակից դրսևորումն է, որի արմատները հասնում են Գորշ Գայլեր ռազմաքաղաքական ազգայնական կազմակերպության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշի հայեցակարգին։ Նրա
6 պետություն 1 ազգ հավակնոտ նպատակը մարտավարականորեն վերածվել է 1 ազգ 2 պետություն բանաձևի, որի դրսևորումը Թուրքիա-Ադրբեջան տանդեմներ։ Այս ռազմավարության գլխավոր իրագործողը Թայիպ Էրդողանն է, որը ձգտում է դառնալ ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ թուրքական աշխարհի նոր Աթաթուրքը։ Կազմակերպությունն այդ մեծ նպատակի իրագործման գործիքն է, որի միջոցով Էրդողանը փորձում է Թուրքիա-Ադրբեջան մոդելը տարածել մյուս թուրքական պետությունների վրա, վերջնական նպատակ ունենալով ստեղծել Անկարայի գլխավորությամբ միասնական ռազմաքաղաքական հզոր բևեռ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Իդեպ այս գագաթնաժողովի ժամանակ Էրդողանը խոսելով Իսրայելի մասին այդ երկիրն անվանել է տարածաշրջանում կայունության ամենամեծ սպառնալիքը։ Արդեն 2 տարի է անցել այն օրից, երբ Համասը ներխուժեց Իսրայել, 2023-ի հոկտեմբերի 7-ին աննախադեպ հարձակում եղավ Իսրայելի դեմ զանգվածային գերեվարումներով ու սպանություններով, որն էր Համասի այս քայլի գլխավոր նպատակը։ Հիմնականում 2 կարծիք կա։ Նախ Իսրայելի կողմից Գազայի շրջափակումը թույլատնելը, ապա տարածաշրջանում ձևավորվող աշխարհաքաղաքական կարգը, մասնավորապես արաբական երկրների եւ Իսրայելի մերձեցումը թույլ չտալը։ Բայց այն ինչ տեղի ունեցավ ուղիղ 2 տարի առաջ այդ հարձակումից հետո հումանիտար աղետ բառերով նկարագրելն արդեն քիչ է։ 67,000-ից ավելի պաղեստինցի է զոհվել, Գազայի հատվածի մոտ 80%-ը հողին է հավասարեցվել։ Հիմա այս ամենի հետևանքները դուրս են եկել Գազայի սահմաններից, ազդելով միջազգային հարաբերությունների եւ Մերձավոր Արևելքի անվտանգության ողջ համակարգի վրա։ Համաս-Իսրայել պատերազմի հանգուցալուծման անվերջ ձգվող բանակցությունները դեռ շարունակվում են ու կարծես թե հասնում են երկար սպասված հանգուցալուծման։ Եգիպտոսը հյուրընկալել է Իսրայելի եւ Համասի պատվիրակություններին, քննարկելու Գազայում հաշտության մասին ամերիկյան առաջարկի դաշտային պայմանները եւ մանրամասները, բոլոր իսրայելցի եւ պաղեստինցի բանտարկյալների փոխանակման համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հույս ունի մոտ օրերս ազատել բոլոր պատանդներին, պահպանելով ռազմական ներկայությունը Գազայում։ Համասն ընդունել է 20 կետից առաջարկը եւ պատրաստ է բանակցությունների։ Կարծում եմ շուտով համաձայնության կհասնենք։ Դժվար է ինձ համար սա ասել, երբ տարիներ շարունակ փորձել եմ Գազայի հետ համաձայնության հասնել։ Դա դարերով է ձգվում, բայց մենք կունենանք Գազայի շուրջ համաձայնություն։ Ես բավական վստահ եմ։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համաս խմբավորման ռազմական հրամանատարը հայտարարեց գործողության մեկնարկի մասին, ինչից հետո նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ երկիրը պատերազմի մեջ է։ Մենք ազդարարում ենք Ալ-Աքսայի հեղեղ գործողության մակարդակը։ Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք, ոչ ռազմական գործողության կամ փուլերի, այլ հենց պատերազմի։ Այս առավոտ Համասը սկսել է սպանդով ուղեկցվող անակնկալ հարձակում Իսրայելի եւ նրա քաղաքացիների դեմ։ Համասը 1987 թվականին հիմնադրված պաղեստինյան խմբավորում է, որը համարվում է ահաբեկչական Իսրայելում, Միացյալ Նահանգներում եւ Եվրամիությունում, սակայն իրեն դիրքավորում է որպես Իսրայելի օկուպացիային դիմակայող շարժում։ 2006-ին հաղթելով Պաղեստինի խորհրդարանական ընտրություններում 2007-ին վերահսկողություն է սահմանել Գազայում։ Ըստ իսրայելական եւ ամերիկյան աղբյուրների ֆինանսավորում է ստանում Իրանից եւ Կատարից, բարեգործական կազմակերպություններից եւ տեղական հարկերից։ 2023-ից սկսված հակամարտության հետևանքով խմբավորման գրեթե ամբողջ ղեկավարությունը սպանված է։ Մասնագետների կարծիքով կոնֆլիկտի հանգուցալուծման մի շարք փորձեր են եղել, երբ խմբավորումը գնացել է զիջումների, սակայն իսրայելական կողմն է առաջ բերել նոր պահանջներ։ Տարվա սկզբից եղել են հաշտության բազմաթիվ փորձեր եւ զինադադարներ։ Հունվարին կնքված զինադադարի մանրամասն համաձայնագիրը, որը ներառում էր փուլեր, ճնշում էր գործադրվել Թրամփի կողմից Նեթանյահուի վրա, սակայն Իսրայելը նախընտրեց վերսկսել պատերազմը։ Նեթանյահուի փոփոխություններին Թրամփի ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը համաձայնում էր, ինչը ցույց է տալիս կամ անհաջող կամ չարամիտ միջնորդություն, դարձնելով զինադադարի բանակցությունները պատերազմի ռազմավարության մաս։ Վերլուծաբանները դրական են գնահատում Համասի համաձայնությունը Թրամփի առաջարկած պլանին, սակայն գործընթացի հաջողությունը միայն խմբավորումից չի կախված։ Թրամփի եւ Նեթանյահուի վերջին հանդիպման ժամանակ բացակայում էր Պաղեստինի շահերը ներկայացնող կամ պաշտպանող ներկայացուցիչ, ինչը բարդացնում է խաղաղության համաձայնագրի շուրջ կոնսենսուսի ձևավորումը։ Կարծում եմ Համասը խելացի քայլ է արել, ասելով այո։ Այդ մոտեցմամբ նրանք գնդակը նետել են Նեթանյահուի արաբական երկրների դաշտ, համաձայնելով զինադադարին, մասնավորապես պատանդների ազատմանը եւ դա առանձնացնելով հաջորդ օրվա ավելի լուրջ եւ բարդ հարցերից։ Իսրայելի ռազմական գործողությունները Գազայում, որը սկսվել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, հանգեցրել են տասնյակ հազարավոր պաղեստինցիների մահվան եւ անկլավի ամբողջական ավերման։ ՄԱԿ-ի տվյալներով վնասվել է 193,000 շինություն, 213,000
հիվանդանոց եւ 1029 դպրոց, ընդ որում 14 հիվանդանոց է մասամբ գործում 2 միլիոնից ավել բնակչության սպասարկման համար, այն էլ պատերազմական պայմաններում։ ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Գազայի ավերման եւ բնակչության տեղանման փորձերի կապակցությամբ, որը համարժեք է էթնիկ զտման։ Գազայի ողբերգությունը, որը ուղեկցվում է զանգվածային մարդկային կորուստներով, ողջերի համար էլ անմարդկային պայմաններ ստեղծելով, ընդգծում է խաղաղության հաստատման եւ մարդասիրական ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաեւ բացահայտում է միջազգային կառույցների անբավարար արդյունավետությունը։ Դավիթ Գենջոյան, Open Media։ Անցնենք այլ թեմաների, Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողներից Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը Արսեն Ղուկասյանը 1 ամսով կալանավորվել է, պատճառը մոտ 1 շաբաթ առաջ Պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկն է։ Իմ գործընկեր Մերի Դանիելյանն է զրուցել անհետ կորած զինծառայողի հարազատի փաստաբանի հետ, տեսնենք թե ինչում են նրան մեղադրում։ Տարան, կոտորեցին, տարան, կորցրեցին 44-օրյա պատերազմում անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանը կալանավորվել է 1 ամսով։ Պատճառը օրեր առաջ Պաշտպանության նախարարության շենքի մոտ անցկացված ակցիան է, որի ժամանակ քաշքշուկ էր սկսել ռազմական ոստիկանների եւ անհետ կորածների հարազատների միջև։ Հարազատները պահանջել էին հանդիպում գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի եւ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, այժմ պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։ Էդվարդ Ասրյանը բավականին ուշ է հանդիպել հավաքվածներին, պատճառաբանելով, թե տեղյակ չի եղել նախատեսված հանդիպման մասին։ Ակցիայից հետո նախարարության եւ ռազմական ոստիկանության ծառայողների հաղորդման հիման վրա ձերբակալվել են անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը եւ Ապիջան Սարգսյանը, որն ավելի ուշ ազատ է արձակվել։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության, ինչպես նաեւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությունը միջամտելու հոդվածով, ինչը պաշտպանական կողմն անհիմն է համարում։ Միջադեպի սկսվելու պահի դրությամբ Արսեն Ղուկասյանը այնտեղ չի եղել։ Արսեն Ղուկասյանի գործողություններ, այսինքն նա նախաձեռնող խուլիգանության չէր կարող լինել համարվել, որևէ մեկի կողմից, որևէ Արսեն Ղուկասյանի կողմից որևէ առարկա չի նետվել, որևէ մեկին հարված չի հասցվել։ Civic-AM լրատվամիջոցը տեսանյութ է հրապարակել միջադեպից սկիծ գրելով. Արսեն Ղուկասյանը մեքենայի բեռնախցիկից ձողի նմանվող առարկա է հանել եւ հարձակվել ոստիկանների ուղղությամբ։ Իրավապաշտպանի դիտարկմամբ դա մրջյունը ուղղցարկելու տրամաբանություն է, որի նպատակը Ղուկասյանին հեղինակազրկելն ու որպես խուլիգան ներկայացնելն է։ Իր անձնական օգտագործման ձեռնափայտը վերավորակել են, դարձրել են, ուռճացրել են որպես էլ մետաղական ձող, էլ մահակ, փորձելով ինչ-որ հանրային վտանգավորություն հաղորդել են մարդուն, ով որ 5 տարի շարունակ նույն հարցով անհարմար հարցադրումներ է ուղղում իրավասու մարմիններին։ Ի սկզբանե գործը պետք է քննվեր դատարանի աջափնյակ նստավայրում, որտեղ վճռի կայացմանն էին սպասում հավաքված քաղաքացիները եւ ազգային ժողովի ընդդիմադիր падգամավորները, բայց անսպասելիորեն մակագրվել է Մասիս Մելքոնյանին եւ տեղափոխվել Ավանի առաջին ատյանի նստավայր, ինչ նստաթևիկ Սողոյանի ոչ անկախ գործընթաց էր։ Եթե արկա է եղել արդեն հիմնական դատարան, արդյոք չպետք է գոնե հիմնավորում ներկայացնել, որ օրինակ այդ դատարանի բոլոր դատավորները այդ պահին ծանրաբեռնված են եղել կամ այլ գործեր են ունեցել ու միայն այդ պարագայում է անհրաժեշտություն առաջացել այլ դատավորի մակագրել։ Պաշտպանական կողմի պնդմամբ թիրախում հենց Արսեն Ղուկասյանն է, որովհետև նա է բոլոր վերջին տարիներին ամենաակտիվը անհետ կորածների հարցերը բարձրաձայնելու գործընթացում եւ նրան կալանավորելով փորձում են լրացնել նաեւ մյուսներին, սակայն համայնքը շարունակելու է ակցիաների իրականացումը հանուն արդարության։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Մկրտիչ Խաչատրյան, Open Media։ Իսկ հիմա մեկ այլ աղմկահարույց ու ընդդիմադիրների քննադատած թեմայի եկամուտների պարտադիր հայտարարագրման մասին խոսենք, ավելի ճիշտ դրա ըստ էության չեղարկման կամ ինչպես իշխանականներն են ասում մեղմացման։ Ամիսներ առաջ դեռ Գառնանը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը շատ խիստ ասում էր պարտադիր հայտարարագրումը չի հետաձգվելու ու նրա խոսքի այդ հատվածն անգամ մեմ էր դարձել, որ այլևս չի ուզում լսել տոներն անցնեն, սփխեչն անցնի, զատիկն անցնի, Սուրբ Ծնունդն անցնի արտահայտությունները ու պրոբլեմը համարում էր այն, որ եւ Խեչը եւ Զատիկը եւ նույնիսկ Նոր տարին ամեն տարի կան։ Բայց հիմա վերջնաժամկետից մոտ 3 շաբաթ առաջ նրա թիմակիցներից Բաբկեն Թունյանը փոփոխություններ է առաջարկում։ Ընդդիմադիրները այս մեղմացումն ու հետքայլը նախընտրական քայլ են համարում, բացատրելով, որ ընտրություններից առաջ իշխանությունը չի ուզում զանգվածային տուգանքներ սահմանել ու բացասական տրամադրություն գեներացնել իր շուրջը։ Նարինե Ղուկասյանը կպատմի, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, որը ներդրվելուց ի վեր բուռն քննարկումների առարկա է դարձել, կրկին օրակարգում է։ Այս անգամ, սակայն, իշխանությունը գործընթացի էական պարզեցում է նախաձեռնում։ ԿՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դնում օրենսդրական փոփոխություն, որը փաստացի կչեղարկի հայտարարագիրը պարտադիր հաստատելու պահանջը բնակչության մեծ մասի համար։ Եթե քաղաքացին պետական եկամուտների կոմիտեին արդեն հայտնի տվյալներից, օրինակ աշխատավարձից բացի, այլ եկամուտ չունի եւ ճշգրտելու անհրաժեշտություն չի տեսնում, նա կարող է պարզապես չմտնել հայտարարագրման համակարգ, պարզաբանել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պապկեն Թունյանը։ Վերջնաժամկետից հետո, այսինքն նոյեմբերի 1-ից հետո, եթե ինքը անգամ համակարգ մուտք չի գործել եւ հաստատել հայտարարագիրը, կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հանձնված է այն տեղեկատվության հիման վրա, որը որ պետական եկամուտների կոմիտեին տեսանելի է եղել։ Այսինքն դրա համար չլրացնելու համար հայտարարագիրը որևէ էական պատասխանատվություն չի լինի։ Այս պարզեցումը չի վերաբերի նրանց, ովքեր կփորձեն թաքցնել Պեկին անհայտ եկամուտները, օրինակ գույքի վարձակալությունից ստացած գումարները։ Նման դեպքերի բացահայտման դեպքում քաղաքացիները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։ Միաժամանակ նախագիծը նախատեսում է մոտիվացիոն բաղադրիչ։ Սոցիալական վերադարձներից քեշբեքից օգտվելու համար քաղաքացուց կպահանջվի ակտիվ մասնակցություն։ Քաղաքացին սոցիալական կրեդիտներից կկարողանա օգտվել, այսինքն կրթության եւ առողջապահության վրա կատարված ծախսերի փոխհատուցում կարող է ստանալ միայն այն դեպքում, երբ ինքը մուտք կգործի եւ գոնե կհաստատի այդ հայտարարագիրը։ Գործընթացը հեշտացնելու նպատակով Պեկին կտրվեն նաև նոր գործիքներ։ Մասնավորապես քաղաքացիները կկարողանան առցանց համաձայնություն տալ, որպիսի ՊԵԿ-ը բանկերից ավտոմատ ստանա նրանց ավանդներից գոյացած եկամուտների տվյալները, դրանք հայտարարագրում ներառելու համար։ Խորհրդարանական ընդդիմության շրջանում այս փոփոխությունները դիտարկվում են որպես ի սկզբանե սխալ եւ պոպուլիստական քաղաքականության խոստովանություն։ Տնտեսագետ падգամավոր Թաթևոս Ավետիսյանի կարծիքով պահանջն անիմաստ էր եւ որևէ կապ չուներ ստվերի կրճատման կամ կոռուպցիայի դեմ պայքարի հետ։ Այն տեղեկատվությունը, որ արկա է պետության մոտ, այսինքն եկամուտների անձնավորված հաշվառման համակարգում, այդ նույն տեղեկատվությունը դնել հայտարարագրում, հետո էլ ասել քաղաքացի մտի այդ տեղեկատվությունը հաստատի, որ գա ինձ, այսինքն 10 քաղաքացուն հետո քաղաքացուց հետ ստանաս, որևէ կերպ դա ոչ թափանցիկության, ոչ արդյունավետության իմաստով որևէ արդյունք չի ստեղծում։ Ավետիսյանի խոսքով իշխանությունը 2 տարի մարդկանց տերորի էր ենթարկում մի պահանջով, որը լուրջ դժվարություններ էր ստեղծում հատկապես տարեցների համար, որոնք չեն տիրապետում էլեկտրոնային գործիքներին։ Նա համոզված է, որ նոր փոփոխությունը պայմանավորված է գալիք ընտրություններով եւ հանրության շրջանում տիրող արդարացի դժգոհությունը մեղմելու փորձով։ Այնպես չի, որ բացական հետևանք չարմատավորվեց, հերթական պետական կարգավորման գործիքն է, որ պետությունը կառավարությունը քարոզեց, դրա կարևորությունը, այսպես ասենք, կապեց որոշակի նպատակների հետ, հետո էլ չեղարկեց եւ մարդկանց մոտ փաստորեն արդեն այս համակարգը ընդհանուր առմամբ թափանցիկության եկամուտների, այսպես բացական արձագանք ստացավ եւ հեղինակազրկվեց։ Քաղաքացիների արձագանքն է թերահավատությունից մինչև թեթևացում։ Մեր հարցախույզի մասնակիցներից շատերը գործընթացի սկզբանե համարել են ավելորդ քաշքշուկ։ Նկատեցի, որ անիմաստ է, քանի որ բոլորիս եկամուտները երևում է պետեկամուտներում, այսինքն աշխատավարձեր եւ այլն, բոլորս երևում ենք դաշտում։ Այսինքն անիմաստ չարչարանքեր եւ ավելորդ քաշքշուկ մանավանդ 60+ տարիքի մարդկանց համար։ Իրանք ամեն ինչը տեսնում են մեր հարկայինը տեսնում, ամենք ինչ եկամուտ ունենք, բանկերը իրանք ունեն այդ ամեն ինչը կարող են տեսնել, ինչ միտք ունի։ Լրացուցիչ ժողովրդին ավելորդ ինչ-որ գործ է դա։ Ոմանք էլ հայտարարագրի պահանջի, հետո էլ մեղմացման մասին մեր հարցին ի պատասխան շտապում են ներկայացնել իրենց սոցիալական դժվարությունները։ Ինչ հայտարարագրեմ, եթե ես ընդամենը ստանում եմ 83,000 դրամ, հայտարարագրեմ, որ իրենք էլ այդ փողը տանեն ուտեն, իրենք նստած տեղին ինչ փողեր են ստանում, ոչինչ բան չեն անում, իսկ մենք ամբողջ օրը ոտքի վրա վազում ենք, ոչինչ բան չենք ստանում։ Կառավարության հետ համատեղ մշակված նախագիծը նախատեսվում է ընդունել արտահերթ ռեժիմով, որպեսզի օրենքն ուժի մեջ մտնի մինչև հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 1-ը։ Նարինե Ղուկասյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։
Եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար պետք էր նախ նույնականացման, այսինքն ID քարտ ստանալ, բայց համակարգն այնքան ծանրաբեռնված է, որ շատերը ամիսներով սպասում են on-line հերթերում։ Թերևս այս խնդիրը կանխատեսելով կառավարությունը արդեն հայտարարել էր, որ ID-ի պատճառով հայտարարագրի ուշացումը խախտում չի համարվի։ Իմ գործընկեր Անի Հովհաննիսյանն է տեսել, արդյոք հերթեր կան անձնագրայիններում եւ ճշտել, թե քանի ամիս են մարդիկ սպասել իրենց հերթին։ Այս տարվա սկզբից անձնագրային բաժիններում հերթեր էին։ Աժիոտաժի պատճառը ուժի մեջ մտած ֆիզիկական անձանց սահմանված ժամկետում հայտարարագիր լրացնելու մասին օրենքներ, որ պարտադրում էր նույնականացման քարտ ունենալ։ Իշխանությունները խոստացան լուծել խնդիրը, բայց արդյոք այն լուծվեց։ Մենք որոշեցինք անցնել նույն ճանապարհով, որով անցնում է յուրաքանչյուր քաղաքացի։ Մենք հիմա գտնվում ենք Վեդիի միգրացիա եւ քաղաքացիության ծառայության բաժնի մոտ։ Ես եկել եմ իմ նույնականացման քարտը վերցնելու։ Գրանցվել եմ սեպտեմբերի 9-ին, այսօր հոկտեմբերի 3-ն է։ Սկզբում կտրոն ես քաշում, մուտքագրում էլեկտրոնային հասցեիդ եկած կոդը, հենց հասնում է հերթդ մոտենում ես մասնագետին։ Մատնահետքերի սկանավորում, լուսանկար եւ վերջ։ Ինձ խոստացան, որ քարտը պատրաստ կլինի 15 աշխատանքային օրվա ընթացքում, այսինքն իմ քարտը կստանամ հոկտեմբերի 24-ին։ Պետի բաժնի պետի խոսքով իրենք աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով։ Օրական միջինում 60-ից 70 հոգի նկարում ենք նույնականացման քարտ։ Բաժնի աշխատակիցները վստահեցնում են, չնայած ծանրաբեռնվածությանը բոլորին սպասարկում են։ Հայտարարագրումից հետո հիմա ներկապահին հերթերը շատացել է, բայց սպասարկում ենք բոլորին, տեղում այստեղ կտրոնները քաշում են, բոլորը սպասարկվում են, նաև ամրագրում են նախորոք։ Ամրագրումը նոր մոտենում են, բոլորին սպասարկում ենք, չեղարկված ինչ-որ խնդիրներ չի լինում կտրոնների հետ կապված։ Եթե մարզերում իրավիճակը կառավարելի է, ապա ինչպիսին է այն Երևանում, որտեղ սպաշտոնական տվյալների կենտրոնացած է խնդրի հիմնական բեռը։ Մենք այցելեցինք Արաբկիրի բաժին, թեև ներսում նկարահանում անել մեզ չթույլատրեցին, զրուցեցինք դրսում սպասող քաղաքացիների հետ։ Մոտ 15-20 օրվա ընթացքում ստացել եմ ID քարտս։ Նախորոք կայքում գրանցվել եմ, մոտ մի 20 րոպե եմ սպասել իմ ժամից այս կողմ։ Այնպես չէ, շատ չեմ սպասել, շատ հարմար էր։ Համակարգը գրանցման հեշտ էր։ Շատ հեշտ էր, հա, համակարգը գրանցման շատ հեշտ էր, պարզ էր, վերջ մեյլին հաղորդագրություն գալիս է, ժամը հիշեցնում են, վերջ շատ լավ էր։ Սակայն այս դրական կարծիքների կողքին կան նաև այլ պատմություններ։ Մեզ դիմաց մի քաղաքացի պատմեց, որ նույնականացման քարտի համար դեռևս ապրիլի 2-ին է դիմել Արաբկիրի բաժին, սակայն հերթագրվելու համար հնարավորություն ստացել է միայն վերջերս, սեպտեմբերի 24-ին։ Այսինքն քաղաքացին գրեթե 6 ամիս սպասել է։ Ներքին գործերի նախարարության տվյալներով միայն այս տարվա առաջին կեսին ընդունվել ID քարտի ավելի քան 130,000 դիմում, իսկ 2024 թվականի ցուցանիշը 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը վերջերս խոստովանել է, որ գործող սարքավորումները վաղուց շարքից դուրս են եկել, բայց չնայած դրան արդեն 200,000 քարտ են տպել։ Մի կողմից գործընթացը տեղում կարող է տևել րոպեներ, իսկ քարտը պատրաստ լինել 2 շաբաթից, մյուս կողմից այդ րոպեներին հասնելու համար քաղաքացին երբեմն ստիպված է լինում սպասել ամիսներ։ Թեև տարեսկզբի քաոսը այլևս չկա, համակարգը շարունակում է աշխատել իր հնարավորությունների սահմաններում, ցույց տալով, որ մեկ օրենքի փոփոխությունը կարող է ճգնաժամի մատնել մի ամբողջ համակարգ, որ տարիներ շարունակ արդիականացման կարիք է ունեցել։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Սիրելի հայրենակիցներ, այսքանը միասին ամփոփեցինք հոկտեմբերի 7-ի լրահոսը, չմոռանաք բաժանորդագրվել մեր էջին, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։